Խափանման միջոցը երկարաձգվեց այս առումով, ինչ կարող եք ասել, ձեզ համար սպասելի էր այսպիսի սցենար։ Իմ համար սպասելի էր, որովհետև արդեն կանխատեսված էր սա։ Եկեղեցին է հիմա թիրախավորվել իշխանությունների կողմից, սկզբում կռվող տղաներն էին, հիմա նաև եկեղեցին, ինչ կասեք։ Աստվածաշունչը չի արգելում խրախուսում անգամ առաքյալներին ամուսնանալ։ Սա մեկ։ Երկրորդը, ուրեմն երբ որ անառակ կնոջը բերեցին Հիսուսի մոտ, Հիսուսն ասաց՝ ով ա ձեզանից արդար, թող առաջի քարը գցի։ Սա երկուս։ Իսկ եթե եկեղեցու ներքին կանոնակարգա, մարդիկ ուխտ են արել Աստծո հետ, նրանք Աստծո հետ գործ ունեն։ Ոչ մեկ իրավունք չունի իր քիթը խոթի։ Մարդը մեղքա գործի Աստծո առաջ, նշանակում է Աստծո առաջ պիտի պատասխան տա։ Ով եմ ես, Տեր Հիսուսն ասում է, ով ես դու, որ իմ ծառային կդատես։ Սա է։ Գնացեք։ Պատահական եք համարում։ Ոչ, ես 2 տարի առաջ եմ այդ հարցազրույցի տվել։ 2 տարի առաջ այդ մասին խոսել եմ, կարեք նայեք, եկեղեցու վրա գրողման մասին։ Լավ եղեք։ Սերոք ջան, Աստված կողե, Սերոք ջան։